Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Չեմպիոն դառնալու համար միշտ չէ, որ պետք է մարզադաշտ դուրս գալ ու մեդալ նվաճել։ Կան մարդիկ, ովքեր իրենց հաղթանակները կերտում են բնության ամենադժվար մարտահրավերները հաղթահարելով։ Մեր այսօրվա հերոսը մարզիկ չէ, բայց նա այն բացառիկ հայերից է, որը հաղթահարել է աշխարհի ամենաբարձր գագաթը Էվերեստը։ Նա հաղթահարել է նաև այլ լեռներ։ Զրուցակիցս Գևորգ Գասպարյանն է, ողջույն Գևորգ։ Բավականին բարձր լեռներ ես հաղթահարել, թե ինչպիսի դժվարություններ ես անցել, թե ինչպիսի բարդ ճանապարհ ես անցել, կիմանանք մեր այսօրվա զրույցի ընթացքում։ Վստահ եմ, սիրելի հեռուստադիտողներ, շատ հետաքրքիր է լինելու։ Պատմեք այդ վերելքի մասին, հա, ինչպես է սկսվում լեռնագնացությունները, ինչից են սկսվում լեռնագնացները եւ ինչ դժվարություններ են հաղթահարում։ Մեր վերելքը սկսվում է շատ դասական կլասիկ քայլարշավից, որը որ կարող է անցնել այդ ճանապարհը ցանկացած արշավներով զբաղվող մարդ, մոտավորապես 7 օր շատ գեղեցիկ կիրճերով, գյուղերով քայլում ես անտառային լանդշաֆտ ունեցող եւ ալպիական լանդշաֆտ ունեցող գյուղերով եւ վերջում հասնում ես արդեն Էվերեստի բազային ճամբար։ Ընդհանուր քանի օր է տևում։ Էվերեստի վերելքը միշտ նախատեսվում է 45-ից 55 օր միայն Էվերեստի հատվածը, որոշ դեպքերում եղանակային պայմաններից ելնելով կարող է ձգվել մինչև 60 եւ ավելի օրեր։ Ինչպիսի ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածություն է պետք այդքան բարձր գնալու համար։ Դա ֆիզիկականը հասկանալի է, որ դա երկարատև մարզումների փորձի արդյունքում է ձևավորվում այդ ամեն ինչը, բայց հոգեբանականը ամենամեծ ֆակտորներից մեկն է, որը որ ամբողջ վերելքի ընթացքում ուղեկցում է քեզ եւ շատ կարեւոր է եւ նաեւ մնացած տարիների լեռնային վերելքների փորձը քեզ հոգեբանորեն պատրաստում է, որպեսզի դիմանաս Էվերեստի դժվարություններին եւ մարտահրավերներին։ Իսկ ինչն է ամենադժվարը, որն է ամենադժվարը։ Բացի եղանակային ոչ կոմֆորտ զոնայում այդքան երկար ժամանակ անցկացնելը, գրեթե ամենամեծ խոչընդոտը հոգեբանական, որ կարող եմ ասել, դա այն է, որ ամեն րոպե, ամեն օր տեսնում ես, լսում ես դեպքեր, որոնք շուրջդ տեղի են ունենում, մարդկային վնասվածքներ, անընդհատ լսվող ձնահոսքերի ձայն, անընդհատ ինչ-որ դեպքեր ես լսում եւ ուղղաթիռները թռնում են աջ եւ ձախ, բնականաբար տեղափոխում են վնասվածք ստացող մարդկանց եւ շատ կարեւոր է, որ այս ընթացքում ինքնատիրապետում հետ չկորցնես, հակառակ պարագայում դու նույնպես կարող ես շատ հեշտ սխալվել։ Այսուհանդերձ ամենադժվար պահը որն է դեպի գագաթ տանող։ Ամենադժվար ասածը շատ հարաբերական է։ Հենց որ բազային ճամբարից սկսում ես դեպի վերև, դա համարվում է ամենավտանգավոր հատվածներից մեկը Էվերեստի վերելքի Կումբոյի սառույցների հատվածն է, որտեղ կան բազմաթիվ սառցաճեղքեր, որտեղ անընդհատ վտանգը մեծ է, որ կարող է ինչ-որ սառույցի կտոր պոկվել եւ օրինակ բարձրարկ շենքի բարձրությունից ընկնել արահետի վրա եւ պետք է ուղղակի շատ արագ լինել այդ դժվար այդ վտանգավոր իրադրություններում եւ ամեն դեպքում չպետք է մոռանանք, որ վերևում գործ ունենք 8000 մետրից վերև գտնվող մահվան գոտու հետ, որտեղ մարդու կյանքը փաստացի կախված է թթվածնից։ Գևորգ, գիտեմ, դա արկածախնդրություն չհամարեմ, չվիրավորեմ մարդկանց, բայց շատերը առանց պատրաստ լինելու էլ ցանկություն են ունենում հասնել դեպի Էվերեստի գագաթ։ Որքանով է հավանական նրանց վերջնակետը, ապա այնտեղից իջնելը։ Չեմ ուզում ինչ-որ որակումներ տալ, բայց ամեն դեպքում այս տարվա Էվերեստի վերելքին մասնակցող մասնակիցներից մեծ մասը բարձր լեռնային փորձ չուներ, պարանի աշխատանքի չէին տիրապետում եւ նմանատիպ բաների, բայց ամեն դեպքում իրենք ստացել էին վերելքի արտոնագիրը, ինչը որ բավականին գլորիկ գումար էր Նեպալի կառավարության համար
եւ մասնակցում էին արդեն Էվերեստի վերելքին եւ դա պատճառներից մեկն է, որ դուք այդ շատ երկար հերթերի այդ շարքը տեսնում եք մահվան գոտում եւ նաեւ ներքևներում։ Որքան արժի Էվերեստ բարձրանալը։ Ընդհանուր առմամբ ես խոսեմ իմ ճամփորդությունից, որովհետև արժեքները շատ տարբեր են, տատանվում են 36-ից մինչև նույնիսկ 100,000 ԱՄՆ դոլարի սահմաններում, իմ վերելքը ինձ վրա արժեցել է 56,000 ԱՄՆ դոլար։ Գևորգ, դժվարություններից խոսացինք, բայց չհարցրեցի, եղել է պահ այդ ընթացքում, որ ցանկանաս կանգ առնես ու չշարունակես։ Այո, եղել է պահ, երբ որ առաջին իսկ ծնահոսքը եղավ եւ 2 հոգի վնասվեցին մեր առաջ, հենց իմ առաջ անմիջապես, այդ ժամանակ մտածում էի պտտվեմ վերադառնամ, թե շարունակեմ, բայց ամեն դեպքում փորձեցինք սթափ գնահատել իրավիճակը եւ տեսանք, որ ինչ որ պետք է վտանգավոր մասը արդեն կոտրվել էր եւ փորձեցինք ուղղակի շատ արագ բարձրանալ վերև։ Գևորգ, ինչ զգացիր, երբ հասար վերջնակետին, փաստացի աշխարհի գագաթին էիր։ Միշտ դժվար եմ պատասխանում այս հարցին, բայց ես իրոք զգում էի, որ աշխարհի գագաթին եմ, իրոք Հիմալայան լեռների այդ շունչը, տեսարանը, ամեն ինչը գագաթից զգացվում էր եւ վեհությունն էր զգացվում, որ իրոք դու կանգնած ես անբացատրելի բարձր բարձրության վրա եւ հետո գագաթի դիրքը այնպիսին է, որ երկու կողմից շատ խորը կիրճեր են եւ այդ զգացողությունը իրոք գագաթը բնութագրում է, բայց միևնույն ժամանակ էլ չէի ուզում էյֆորիայի մեջ ընկնել գագաթի, որովհետեւ շատ մարդ կար գագաթին, իրար տեղ չէին տալիս այդտեղ նկարվելու համար եւ շատերը սայթակում էին, ընկնում էին եւ այդ դեպքում շատ հեշտ կարող ես այլ մարդու շնորհիվ վնասվածք ստանալ, ճակերտավոր շնորհիվ ասեմ։ Դրա համար մենք մնացել ենք գագաթին 5-ից 10 րոպե, ոչ ավել։ Չեմ հավատա, եթե ասես վախ չկա։ Շատ բարձր է։ Ինչպես ես հաղթահարում դա։ Միշտ կա, բայց փորձում էի հնարավորինս այդ վախին ճակերտավոր ասած ըմբռնումով մոտենալ, որովհետև պատկերացրեք շուրջ 50 օր պատրաստվել ես, մնացել ես այնտեղ, պատրաստվել ես այդ վերելքին, քնել ես -40 ջերմաստիճանի պայմաններում։ Մի դրվագ օրինակ պատմեմ, որպեսզի զուտ փորձառությունը հետաքրքիր լինի մեր դիտորդներին։ Երբ որ 7000 կամ ավել բարձրության վրա ես, քնում ես թթվածնի դիմակով։ Եվ բնականաբար արտաշնչած օդի մեջ գոլորշի կա։ Այդ գոլորշին հավաքվում է այդ դիմակի մեջ եւ քնած ժամանակ պտտվելուց օրինակ սկսում է հոսել դեպի քո քնապարկը։ -40-ի պայմաններում պատկերացրեք։ Դու քնած ես, ուղղակի պտտվել ես, գլուխդ թեքել ես եւ դիմակի մեջից այդ ջուրը հոսում է դեպի քո քնապարկ։ Պատկերացրեք ինչպիսի զգացողություն է -40-ին այդ պայմաններում եւ դա էի ասում, որ այդքան երկար այդ բավականին դժվարին ճանապարհով անցել ես եւ քո նպատակը բնականաբար գագաթ հասնելն է եւ անվնաս վերադառնալը։ Վախը դրանով այսպես ասած կոմպենսանում էր։ Գևորգ, ինչ է սովորեցնում լեռը մարդուն։ Լեռը մարդուն սովորեցնում է համբերատարություն, շատ համբերատարություն, տոկունություն, կոփում է քեզ, սովորեցնում է քո առաջ դրված նպատակին եւ առաքելությանը հետևել, հասնել եւ ամենակարևորը վերադառնալ նորից ուղիղ տեղ, ուղիղ եւ փոխաբերական իմաստով։ Եվ որն է ամենակարևոր դասը, որը քաղել ես։ Միգուցե դա ճակատագրական եղած լինի։ Ինձ թվում է, որ այս անգամ զգացի, որ շատ անգամ ավելի համբերատար եմ, քան թե մյուս դեպքերում, հակառակ պարագայում ինձ թվում է կպտտվեի ու հետ կգայի։ Լեռներում թերևս ամենագեղեցիկ տեսարաններն են։ Որն է եղել լեռներում քո ամենագեղեցիկ տեսարանը։ Միգուցե ոչ Էվերեստում։ Ասեմ, որ Հիմալայան լեռներից տեսարանները փառահեղ են, անբացատրելի սիրուն են, բայց մինչև հիմա ինձ մոտ տպավորված է Տյան-Շանի լեռների տեսարանը, երբ որ Խանտենգրի գագաթին է 7010 մետր բարձրությամբ,
Միջև հիմա այդ տեսարանը ինձ մոտ տպավորված է։ Գիտեմ Արարատն էլ եք բարձրացել։ Վստահ եմ նաև տարբերվում է։ Այո։ Ինչով է տարբերվում։ Ինչ մոգական ուժ կա այնտեղ։ Արարատի հետ մենք միշտ այլ կապեր ունենք։ Մենք միշտ հոգեբանորեն կապված ենք, մենք ամեն առավոտ ամենայն դեպս Արարատյան դաշտի ժողովուրդը արտանալուց Արարատը տեսնում է եւ միշտ տարբեր է Արարատը, ինչպես գիտեք, եւ միշտ հետևում է նաեւ միշտ մտքիդ գալիս է այն պատմությունը, որ Նոյը այստեղ է կանգ առել, իջել եւ հետո Արարատ լեռը նաեւ եւ իր շրջակայքը պատմական առումով շատ հետաքրքիր են մեզ համար։ Արարատի վրա կա բազմաթիվ միջնադարյան խաչքարեր, որոշ տեղերում ասում են ժայռապատկերներ կա, ինձ բախտ չի վիճակվել տեսնել դա։ Ամեն դեպքում Արարատը դա ուխտի գնալու պես մի բան է ամեն անգամ։ Լեռնագնացների համար պակաս հետաքրքիր չի նաև սիս բարձրանալը։ Այո, պետք է ասեմ, որ միշտ բոլորը ուզում են բարձրանալ Արարատ, բայց ասեմ, որ երբեմն եթե նույնիսկ փորձեմ համեմատել ոչ բարձրությունը, քանի որ ամեն դեպքում Արարատի գագաթին գործ ունես 5000 մետրի հետ, մեկ օրվա համար սիսի վերելքը բավականին դժվար ճանապարհ է, որոշ դեպքերում մինչև 15-16 ժամ տևում է, որոշ դեպքերում, եւ ասեմ, որ սիսի գագաթին կան նաեւ խաչեր, որոնք որոշ աղբյուրների համաձայն միջնադարյան ծագում ունեն եւ միևնույն ժամանակ տեսարանը Սիսից դեպի Արարատ կրկնում է նույնը, ինչ որ մենք այստեղից տեսնում ենք դեպի Սիս։ Դե ինչ Գևորգ, շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտող, մեր հերոսը, մեր չեմպիոնը մարզիկ չէր, բայց նա առաջին հայն էր Հայաստանում ապրող հայը, որը բարձրացրել է Էվերեստը։ Նրա փորձը ցույց տվեց, որ յուրաքանչյուրս մեր կյանքում պետք է ունենանք մեր ճանապարհը ու մեր Էվերեստը։ Կարևոր է չվախենալ գնալ մեր ճանապարհով, իսկ մեր ճանապարհը այսօր անցավ Գևորգ Գասպարյանի հետ։ Սպասեք մեզ։